Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ։ Հետհակամարտային վերականգնման և հաշտեցման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը։ Աբիսողոմյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած կառուցողական քաղաքականությանը և պատրաստակամ է ներդնել իր ավանդը միջազգային մարդասիրական նախաձեռնություններում, հավատացած լինելով, որ հումանիտար հարցերի շուրջ գործակցությունը չպետք է քաղաքականացվի։ Ադրբեջանում քաղբանտարկյալների մի խումբ դիմել է Եվրոպական հանձնաժողովին կոչ անելով ուժեղացնել ճնշումը երկրի ղեկավարության վրա մարդու իրավունքները հարգելն ապահովելու համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված բաց նամակում հեղինակները մեղադրել են Բաքվի իշխանություններին դատական համակարգին միջամտելու մեջ քննադատներին պատժելու համար։ Նամակում նշվում է, որ մինչ Բաքուն ձգտում է ամրապնդել կապերը Բրյուսելի հետ, երկրի ներսում իշխանությունները ճնշում են գործադրում քննադատող լրագրողներին, գիտնականներին, քաղաքասարակության ներկայացուցիչներին և ընդդիմությանը։ Կալանքի տակ գտնվող ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլիի կինը հայտարարել է, որ երկրում խոսքի ազատությունը բացակայում է և նույնիսկ սոցցանցերում քննադատական մեկնաբանությունները կարող են հանգեցնել 20 կամ 30 օրվա բանտարկության։ Նա հավելել է, որ Ադրբեջանում կա 340 քաղբանտարկյալ, որոնցից 24-ը լրագրող։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին հունից հանել է լրագրողի հարցը Արմավիր քրեակատարողական հիմնարկում կալանավորի մահը թաքցնելու մասին։ Գալյանը հարցը մանիպուլյատիվ է որակել և պահանջել այլևս նման հարցեր չտալ իրեն։ Հիշեցնեմ, օրեր առաջ ԶԼՄ-ները գրել էին, որ քրեակատարողական հիմնարկում մահացել է 43-ամյա կալանավոր Տավրոս Ալբերտի Ոսկանյանը, որն ունեցել է այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կալանքի հետ անհամատեղելի էին։ Լրագրողի պնդմանը, թե ինքն է որոշում ինչ հարց տալ, Գալյանը արձագանքել է. ոչ, որոշողը դուք չեք։ Սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ։ Տիկին Գալյան, ես եմ որոշում, թե ես ինչ հարց պետք է։ Չէ, Տիկին Գալյան, այստեղ խնդիրը նա է, քաղաքացին մահանում է, քրեակատարական ծառայությունը թաքցնում է մահը։ Դուք ձեզ մեղավոր զգում եք, որ այսօր ինչ որ մարդիկ օրինակ սոված Եթե իմ կողմ կամ դուք ձեզ մեղավոր զգում եք, որ ինչ որ բան չեք անում։ Ճիշտ չեմ բացաձայն, պետք է ամեն ինչ անեմ, բացաձայնեմ, ինչ է անում։ Կոբի քաղաքի բեռնահամալիրում հայկական բեռնատարները կանգնեցնելու հետ կապված Երևանը սպասում է վրացական կողմի պարզաբանմանը։ Լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ հայկական կողմի համար անհասկանալի է ստեղծված իրավիճակը։ Նա վստահեցրել է, որ դիմել է Երևան ժամանած վրացի իր գործընկերոջը, վերջինս նշել է, որ խնդիրը կապված չէ իրենց գերատեսչության հետ։ Հայկական բեռնատարներին կանգնեցրել է Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը, որը ենթակա է ֆինանսների նախարարությանը։ Ըստ Պապոյանի, վրացական կողմի տվյալներով ֆինանսական ոստիկանությունը որոշակի ռիսկեր է բացահայտել։ Լրագրողների այն հարցերին, թե հնարավոր է այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, Պապոյանը ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանությունից։ Ավելի վաղ պարզվել էր, որ հայ տարբեր արտահանողների ավելի քան 100 բեռնատար բեռնված շինանյութերով մնացել են Վրաստանի տարածքում։ Եթե Միացյալ Նահանգները ոտնձգություն կատարի, ապա կտրվի համարժեք պատասխան, հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նրա խոսքով ավարտվել է այն դարաշրջանը, երբ մի երկիրը կարող էր որոշումներ կայացնել այլ երկրների և ողջ աշխարհի փոխարեն։ Դիվանագետը հավելել է, որ միևնույն ժամանակ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերջերս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը զարմացած էր Իրանի տոկունությամբ և այն փաստով, որ Իրանը չի հանձնվում։ Նրա խոսքով հաշվարկն այն էր, որ եթե որևէ երկիր խոշոր ռազմական ուժ է կուտակում մեկ այլ երկրի սահմաններին, ապա վերջինս պետք է վախենա և հանձնվի։ Շիրղոլամին պարզաբանել է, որ այս մոտեցումը պայմանավորված է Իրանի մասին ունեցած սխալ պատկերացումներով։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին լուրերի մեր ամփոփիչ թողարկմանը, բաց չթողնեք։